Բարի լույս սիրելի հետևորդներս, ոնց եք, բարի օր եմ ցանկանում ձեզ, բոլորի տանփորձանք, ապրենք խաղաղ երկնքի տակ, խաղաղություն թող լինի, պատերազմ չլինի, սիրելի հետևորդներս, հիմա մի քիչ տեսնում եք ինչ է կատարվում, ողջ աշխարհով պատերազմներ, թող մեր երկրում միշտ խաղաղություն լինի, մենք այլևս պատերազմ չտեսնենք։ Սիրելի հետևորդներ ջան, առավոտուց սկսեցի այս նախաբանով։ Այսպես պատշգամբի դուռը բացել եմ, որ այդ առավոտ շուտ այդ թարմ օդը ներս գա եւ իմ ծաղիկները այստեղ ամանների մեջ էլ պղպեղ եմ դրել փորձի համար, տեսնեմ կլինի թե ոչ։ Ոյ, ես փշերը ոնց են ծաղկում, ուրեմն այս են տատիկի տված ծաղիկներ, միշտ ջրում եմ, խնամում եմ, սա իմ փուշն է, Քրիստոսի փուշ են, չէ, ասում, տերևները իրա թափվում է, հենա նորից սկսել է աճել, պետք է ամեն օր ջրեմ, սա իմ կծու պղպեղն է, դրսում ավելի լավ օդ տվեց, ծաղկեց, վրան կա, սրանք էլ պղպեղներ են, լավ մեծացել են։ Սա էլ է պղպեղ, լավ աճել այն, հաստացել, ինձ թվում է լավ էլ բերք կտա։ Սա իմ բույսը, ես մի ծաղիկս փչացրեցի, դրեցի, արևը խաշեց տերևները, հովտեղը չկա, այս կողմը սպիտակեց մի քանի տերև, ոչինչ, պատահում է, են էլ ցիկլամենն է ծաղկելա, պետք է սիրուն դասավորեմ, չեմ իմանում, ուր տանեմ, ոնց անեմ, ես մեկը շատ մեծացել է, դուրս պետք է դնեմ, այդպես սա էլ իմ բուսաբանական այգին, կարևորը ինձ հետաքրքիր է այդ պղպեղները աճում են, թե ոչ, և լավ էլ կաճեն, բերք էլ կտամ, անցնեմ ներս, կոֆես խմեմ, որ գնամ գործի, մի քիչ ոնց որ անպած է, երկինքը կապույտ չի, թող հով լինի, զով լինի, անձրև էլ գա լավ է բուսականության համար։ Ահա եկա խոհանոց, հողամասի կոֆեն մնացել է 1 գթալ, հիշեմ, որ տանեմ, կհիշացնեք սիրելի հետևորդներ, գիտեք ինչի շատ չեմ տանում, համը այդ արևը որ տալիս է այդ տարաների մեջ կոֆեի համը փոխում է, դրա համար քիչ եմ տանում, քիչ եմ վերցնում։ Կանգնեմ կոֆեի մոտ, մինչև կլինի, այսօր եթե անձրև եկավ, դե չգիտեմ, խոսք չեմ տալի, հողամաս կգնամ, թե չէ, մեկ է տեսար խելքից բրդեց, հելա գնացի, մի օր որ չեմ գնում, չի լինում, դրա համար խոսք չեմ տալի, կգնամ, թե ոչ։ Այս եղանակը իսկական Սարի մարզայի եղանակ էր, մեքենա ունենար մարդ, այս ժամին արդեն լիներ մարզայի Սարում, մարզայի Սարերն էլ են հողամասից վերևի Սարերն են, հիմա կասեք աշխարհով, դու քո Սարերով, դու քո մարզայով, հա, սիրելի հետևորդներս, հա, սիրելի հետևորդներս, աշխարհով, ես իմ սարերով, իմ դաշտերով, բնություն սիրող մարդու ուշ ու միտքը միշտ էլ մնում է սարերը, դաշտերը, թե սեզոնին վայ, սրա սեզոնն անցավ, սրա ժամանակն անցավ, էս չքաղեց, էս չբերեց, այո,
Այդպես է, բնություն սիրող մարդը, դար ու դաշտը սիրող մարդու խայսյատն է, բնավորությունն է այդպես։ Ես էլ այդպեսին եմ, ինչ անեմ։ Ճիշտն ասած, Արարատյան դաշտավայրում արտաշատում մեզ մոտ սենց սար մարեր չկային։ Նակության վայրից դուրս գայր սարը, հարթ դաշտեր էին, բայց այդքան էլ չեմ գնացել խոսքի բանջար բան, հող սիրել եմ, հող շատ ենք ունեցել, հող սիրել եմ, մշակել եմ, արել եմ, բայց այս սարերը մեզ մոտ բացակայել են։ Ես արդեն 23 տարի այս սարերում ման եմ գալիս, եմ որ մեկ ինձ ասում եք սարի աղջիկ, այո, այս սարերը անգիր գիտեմ, երբ որտեղ ինչ է լինում, ոնց բերեն, ոնց գնան, որ ժամանակին գնան, այո, բոլոր սարերին, վայրերին ծանոթ եմ, չկա այնպիսի մի վայր, որ ասեն ես չիմանամ, գնացել եմ շատ, գնացել եմ շատ, տեսեք, այն թիկունքից փայտն ու քարը, դրանք էլ բնության, ոնց որ ասած խորհրդանիշեր են, քարը դրսից եմ ճարել, բերել դրել եմ տունը, իմ համար հետաքրքիր է, սիրում եմ նման բաներ, նա էլ փայտի կտոր է տենց կտրած, սիրում եմ նման բաներ, մարդ կա, որ ուշադիր չի, ամեն մարդու ճաշակ, հետաքրքրություն տարբեր է սիրելի հետևորդներս, ես էլ այդպիսին եմ, գնամ դուրս, մի հետաքրքիր քար, տեսնեմ պետք է, բերեմ դնեմ տունը, ունեմ քարերի հավաքածու, ցույց եմ տվել, գիտեք։ Ինչ էլ տոք եմ էպես կոֆեն։ Ոյ գնանք այսօր էլ գանք գործից, տեսնենք ինչեր ենք անում, օրերը մոտենում, ուրախությունս ավելի է կրկնապատկվում, հաջողություն թող լինի բոլորին, բոլոր զինվորներին, գնացողներին, թե եկողներին, սիրելի հետևորդներս, շատ եք բարեմաղթանքներ գրում Աշոտիս համար, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, ամեն ձեր մի խոսքի համար, կարդում եմ պարտադիր, եթե չեմ պատասխանում, չմտածեք, որ ես ձեր մեկնաբանությունները չեմ կարդում, արհամարում եմ, կարդում եմ և իմացեք, որ ամեն մի նախադասությունն էլ, ամեն մի բանն էլ լավ, կարդում եմ, ժամանակ չունեմ սիրելի հետևորդներս, տեսնում եք իմ առօրյան վլոգներում ու ինչքան էլ այդ տեսախցիկից հետո եմ աշխատում, հոգնում եմ, մոնտաժ անելն էլ շատ դժվար է, դժվար աշխատանք է, երկար ու դժվար, մանավանդ որ մի բան խափանվում է, ձախողվում է, և պետք է համբերատար, ես այդ ամենը հանդուրժեմ և մեծ սիրով եմ դա անում, որպեսզի դուք դիտեք իմ վլոգները, սիրելի հետևորդներս, ամսի մեկից որ արձակուրդ վերցնեմ, այդ ժամանակ մի քիչ կթեթևանամ ու պատկերացնում եք ամսի մեկից հետաքրքիր վլոգներ կնկարեմ իմ տղայի ներկայությամբ, իմ տղան տանը կլինի։ Այդպես, տանոց գործերը արել եմ, սիրելի հետևորդներ, որ ու բորկա ես անում մաքրում ես, տունդ մաքուր է։ Ենքան հեշտ ալ դե Լիլիթն էլ իր հերթին օգնում է, անում է, մնացել է հյուրասենյակը, չգիտեմ ով եք իմ մաքրում կատարում վայքում, արձագանք եք, գրեք, ուզում եմ բազմոցներս կանչեմ մաքրեն, եթե այդ հարցով ինչ որ մի բան գիտեք, գրեք ինձ։ Սիրելի հետևորդներ, որոշեցի այսօր մնամ տանը, տան գործեր անեմ, գոնե մի օր չգնամ հողամաս, որ ես էլ այդ փոփոխությունը զգամ, ու ինչ եմ պատրաստում, ուտելիք, կարտոֆիլ եմ տապակում, փոքրիկ կարտոֆիլներն են, ահա,
Բուսայուղն էլի ինչ ուզում ես արա, մեկա բուսայուղը թռնելու է։ Կեղևով եմ տապակում փոքրիկ նոր կարտոֆիլները։ Թող տապակվի դա։ Սա թող տապակվի։ Ուրեմն ինչ ձև եմ պատրաստում, սիրելի հետևորդներս, լավ տապակվում է, որ արդեն մի քանի րոպե հետո պետք է անջատեմ, լցնելու եմ մեջը վրա, լցնելու եմ համեմ, սա էլ պետրուշկա է, մի երկու ճյուղ պետրուշկա, մեկ պղպեղ և սոխ, այնքան համով ա լինում ու մի քիչ էլ կարմիր աղացած պղպեղ, մի հատ հավեսին ընտիր ժարի տա լինում, փորձեք այս տարբերակով և կասեք ապրեսնազոր շատ համով էր։ Սրանք լվանամ, մաքրեմ, իհարկե կանաչիները արդեն լվացած են։ Սոխը լվացի, մաքրեցի, պղպեղն էլ եմ կտրել, բայց էլի եմ մանրացնելու, մեկ է տեսար մի հատ էլ պղպեղ լցրեցի։ Սառնարանից ինչ եմ հանում, ինչ եմ ուզում ցուցադրել, սիրելի հետևորդներս, ելակ է, որ մաքրել, լվացել, շաքարավազ էի լցրել ու ջուրը դուրս ա տվել, ուզում եմ լցնեմ ամանները, դնեմ սառցախցիկը, որ մի քանի օրից տղաս գա, գոնե ուտի, վերջանում ա ելակը, գոնե այս տարբերակով պահպանվի ինքը ուտի։ Ահա, շատ լավ եղել ա, ջուրը դուրս ա տվել, հիմա մտածեմ, թե ինչի մեջ լցնեմ այս ելակը, որ դնեմ սառցախցիկը, այս ամանները գտամ, ամանները կա, սիրելի հետևորդներս, ահա, սրանց մեջ կլցնեմ, մեկա ինքը գալու է հանի արագ ուտի, չեմ պահում ձմռան համար, մի հատ այստեղ ժարիտը խառնեմ, էսա թռնելու է ելակը տանեմ, փակեմ ելակը, վերանը, որ չթռնի լցվի։ Դեռ չի եփել, լավ պետք է կարմրի։ Մի հատ աղանեմ, աղ լցնեմ, աղ։ Ենքան խոշոր էր, բայց մի քիչ խոշոր է, կասկածեցի, ասի կարող է շաքարավազ եմ լցնում, բայց աղի տեսակներ կան ոչ թե խոշոր աղ է, այլ հենց ինքը սովորական օգտագործելու աղ է, բայց մի քիչ խոշոր է։ Թող մի քիչ է լավ կարմրի։ Թող կարմրի։ Եվ ես այստեղ, սիրելի հետևորդներս, այս խառը ամանները, քանի, ահա, ելակը, փոքրիկ տեսած ամանների մեջ հարմար է։ Ոնց որ չեփած մուրաբա լինի։ Ասենց։ Սա մեկ։ Մի քիչ էլ հեսա, ամբողջը չեմ լցնի, մի քիչ էլ կպահենք կուտենք։ Մի քիչ էլ հյութից, ահա։
Տեսնեմ սա լավ փակում է։ Հա, լավ է փակում է։ Սրանից էլի պետք է լիներ, Լիլիթը էլի ակեր է այս պաղպաղակից։ Լավ էլ փակվում է։ Պետք է էլի լիներ այդ պաղպաղակի ամանից։ Այսա։ Սա էլ այս մեկը այնքան հարմար է սենց բաները, որ փոքրիկ բաներ են, քեզ թվում է, որ պիտանի չեն, բայց սենց բաների շատ պետք են գալիս, սիրելի հետևորդներս։ Պահում եմ էլի։ Այս էլ սենց։ Ու դնեմ սարցախցիկը։ Սարցախցիկն է պիտի ուղիղ տեղ լինի, որ չթափվի, չնայած մի քիչ պակաս եմ լցրել, պակաս եմ արել, չի թափվի։ Ամաց փակեցի։ Կարտոֆիլս վառվեց։ Վայ, լավ էլի, ամբողջը բուսայով։ Այդ ժարիտի այսի չեմ սիրում։ Են որ ամբողջ կահույքով, գազօջախով լինում ես ձետ, բուսայող։ Պղպեղն էլ այսպես չափերի, շատ բարակ պետք չի։ Լիլիթի աշկի ցեղում, այսա կասին պղպեղն չի կտրիր, սոխն չի կտրիր, բայց դե շատ համուղ է։ Թող տանի են կողմ, դրանք չուտի, մեծ, մի քիչ է մեծ պետք է կտրեք, որ ինքը պետք չի տենց ամբողջությամբ կարմրի, մի քիչ դաղվի բավական է, ահա, ցենց առանձնացնում ենք իրարից, փոքր պետք չի։ Սա այսպես պատրաստ է, կանաչիներն էլ վերջում էլի կտրեմ։ Ահա, սիրելի հետևորդներս, տեսեք, կարտոֆիլը արդեն էդված պատրաստ է, լավ կարմրել է, շատ լավ կարմրել է և լցնում եմ ես սոխը, մեծ ու պղպեղը։ Էլ եմ ասում Լիլիթի աշկից հեռում։ Լավ խառնեցի ու փակեմ կափարիչով, թող 2 րոպե այսպես էպվի։ Ու ինչ հոտեղում տարածվեց այս սոխի ժարիտած սոխի հոտը շատ դուրեկան է։ Չնայած նայածում համար, օրինակ Լիլիթը չի սիրում։ Մի հատ լավ խառնում եմ։ Ինչ ախորժելի տեսք ունի։ Հե, Լիլիթ։ Լիլիթն էլ եկավ, նայեց, հռանգը խառնեց ու գնաց։
Ռանգը խառնեց ու գնաց։ Եվ ես վերցնում եմ մի երկու ճյուղ էլ համեմ, կտրում եմ, այսպես սիրում, օպլա, ու համեղություն։ Եվ անջատում եմ, հենց համեմը կտրում եմ, անմիջապես անջատում։ Անմիջապես անջատում եմ։ Ոնց կարելի է այս համեղությունը չուտել, սիրելի հետևորդներս։ Ընտիր, համով, փորձեք այս տարբերակով։ Մարդիկ կան, որ պատրաստել են, պատրաստում են, իսկ ոմանց համար էլ կարող է անծանոթ թվալ, բայց վստահ ասում եմ, պատրաստեք եւ դուք էլ համ տեսեք։ Իրոք համով է։ Շոկա, այն որ մի հատ պատուհանը բացեմ։ Ահա որ շոկա, սիրելի հետևորդներս, ես էլ այդ պատուհանը բացեցի, մի պահ անպած էր, բայց հիմա շոկը անգավ նորից։ Չգիտեմ, սա ուտելիքի սննդի հարցը լուծեցի, չեմ իմանում հետո դուրս կգնամ, ուր կգնամ, ինչ կանեմ, բայց առաջնայինը սնունդն էր։ Հեսա ստեղ մաքրեմ։ Համեմը ինչքան երկար պահպանվել է սառնարանում, իհարկե լվացել եմ, ջրազրկվել է, նոր եմ դրել, սա էլ սենց տոպրակի մեջ, սա իհարկե, հեսա լցնեմ ափսեն սրանից, հաց ուտենք, Լիլիթ, արի, Լիլիթ, արի, այն կարտոշկան առանձնացնեմ կեր, սոխը կապ չունի, համ չի տվե, արի, նոր եմ լծե, արի, սոխը համ չի տվե, առանձին դնեմ կեր, դե շիլան ոնց է պեցի, այնպես էլ դիրապտի սոխով ասում է, արի, սոխերը չեմ դնում, արի, մարդ պիտի ամեն ինչ էլ ուտի, ամեն ինչի մեջ վիտամիններ կան, չի կարելի մի բանով սնվել, միատեսակ, ամեն բանջարեղեն էլ մարդ պետք է ուտի, հայ ասա, սիրելի հետևորդներ, այսօր մնացի տանը, բայց չիմանաք, որ հանգստանում եմ, մնացել եմ տանը, այսօր էլի գործ եմ անում, աշխատում եմ, մեր շենքի դիմացն է, այստեղ հավաբուն կա, սիրելի հետևորդներս, եւ եկել եմ հավաբնից թռչնախ տանեմ, էլի էի լցրել, դե արդեն թե կեսը թթվում է, կեսը տվել եմ եւ այն զապասը չեմ կտրում ու եկել եմ, այսա արդեն տեսեք, այստեղ այսքան լապատկով, բահով քիրել եմ, շատ պինդ է, ինքը շատ շուտվա, տենց պինդ, կոշտ է, գցում են ջուրը, տեսել եք արդեն փափկում է, այն ամեն շոկով լցրել եմ ու անցնեմ ներս, էլի լցնեմ, ահա, համ հավաբունն եմ մաքրում, սիրելի հետևորդներս, երկուսը մեկում եմ անում, համ հավաբունն եմ մաքրում, համ էլ իմ այգու համար պարարտանյութ, այսենց դե եղել այս ծերտը, թռչնախը, ճուտիկներն էլ փախան, մի փախեք, ձեզ չեմ վնասում, հավերը դուրսն են, ճուտիկները ներսը, հիմա այսպես լցնում եմ, երկու մեշոկ եմ բերել, բա ամեն գործ էլ մարդ անում է, սիրելի հետևորդներս,
ամեն ինչ էլ, ես էլ մի հատ ձեռնոց չբերեցի, որ հոգնեմ ձեռքերս, բան չլիներ, ինչ անեմ, չգիտեմ, քանի որ ձեռնոց չբերեցի և այսպես այս մեշոկով այսինչ կոշտերը կվերցնեմ, կգցեմ, մեկ էլ չնայած Լիլիթին կարամ զանգեմ, բերի, քոնե պինդեն, բան, վերցնեմ ու լցնեմ։ Ահա, երկրորդ մեշոկը դրեցի, ես փոշիներն էլ եմ լցնում, որովհետև լցնեմ բույսերի քոքը, այդ բկերը բուկլից կանեմ։ Բա մի օր մնում եմ տունը, ես իմ գործը գցնում եմ։ Հենց այստեղ։ Փու։ Այստեն, ոյ, ինչ էլ ուժ է պետք։ Էսի պիտի ես խփեմ պոկեմ, ճտերն էլ ատառել ան։ Ուժ է պետք, ուժ։ Չաշխատեմ, սրտը պատառ կլնեմ։ Կապ չունի կոշտակցում ենք ջրի մեջ ինքը փափում է, լուծվում է։ Ուղղակի օգնող է պետք։ Հակառակ պետք է անեմ, որ տակից մտնի էլի։ Բամ, լստե, ինչ լավ մաքրվեց հավաբունը, մաքրվեց, ես ես խպեն թոքրանա, որ մեշոկի մեջ տեղանի, նեղանի, տեղանի։ Բա կու Հավերը կասեն, ես ինչ ռեմոնտ են անում մեր բունը, էսով է եկել, տիրացել թաքուն, ես մինչև կրենք տանենք հողամաս, ես իմ քանի մեշոկ կլինի։ Մի քիչ անեմ,
Մի քիչ էլ քանդեմ, վերջ։ Էսի լավն է։ Բահո։ Ինչ լավ մաքրվեց։ Իհարկե էս ավտոյով պետք է տանենք էլ, ձեռքով տանել չի լինի։ Բայց ընկել է իմ հավեսի մեշոկ լիներ, էլի կլցնեմ։ Էս կտորն էլ մնաց։ Հոգնեցի սիրելի հետևորդներս, բա ես իմ գործը ճարում եմ, կապ չունի տունն է մնացել է, մի գործ պիտի բզբզեմ իմ համար, բայց դե սա կարևոր էր այն հողամասը, որ տալիս եմ բույսերին, ես աճը զգում եմ փոփոխությունը, լավ փարթամանում են, համ բույսերն են լավ աճում, համ էլ այս տարածքը լավ կմաքրեմ ես, այդպես Հիմա այս մեշոկները պետք է քաշ-քաշ անեմ, դուրս դնեմ այդտեղ, կարևորը որ լցեցի, սիրելի հետևորդներս, կարևորը լցեցի, ճուտիկները չգան, ահա, սա մեկ, հենեցի այստեղ, Եվ սա էլ երկուն են ծարխային եմ, ճուտերը չհլնեն։ Սա էլ երկու, ես գործից է պրծայելի հետո կգամ բոլա, բավականա։ Սիրելի հետևորդներս լա պատկան է վերցնեմ ու իմ հեռախոսը տեսա խցիկը։ Կուկու Այս էլ այսենց մեշոկը, երկու մեշոկ Որն է փակեմ, որ ճուտիկները չհլնեն Բա իշքան էլ կա Ահա, մեր շենքի դիմացն է սա Հավեսին տեղ Անկուզինիներ են ես, ստեղ այգիներ են, պոպոկի ծառեր, որ ես թութը ոնց է հոսել, հլիշ թթեր են, ինքը վարդագույն ու խոշոր հատիկներով, հլիշ թթեր են խոշոր, հապսոս որ թապ տվող չկա, թափումը հավերն են ուտում, կական դոշաբի թութ, ենքան է հիմա կաղծրացած կլինեն Չնաստունը թութուն եմ սարնարանում, հեսա գնամ, լվանամ ու ուտեմ Ես էլ գնում եմ լվացվելու Սիրելի հետևորդներ եկա մեր շենքի առաջը, որ միջազգային ճանապարհն է, ձեռքերս լվանա, որ բարձրանամ տուն, մեկ է տեսար հողամաս գնացի, կարևորն էլ, որ թռչնախպը լցրել եմ, մի հատ էլ ջուր խմեմ, Օպերատոր եմ ճարել Հա, չեք նենց ուրախ են նա Ես իմ չեմ ամ, բոցոր ահակի ժամանակ չկամ Ձբան չսխմեք Բանա սխմե, չէ? Են դու էլ ես ուզում նկարվես, կգցեմ YouTube ձեզ Ես էլ մեր շենքի երեխաները Այդ ինչ չէ, էլի երեխեքին Բայց ես վիճակով Այնչա Հա, դու ուզում ես մեջ ընգնես Հա,
Հա, ինքն էլ ուզում է մեջ ընկնի, էլի։ Հա, սիրելի հետևորդներ, ձեռք ես լվացի, մի լավ ջուր խմեցի, սա էլ մեր շենքի դեմի Միկի կրթահամալիրը։ Անգլերեն են սովորում, դասա պատրաստում մի խոսքով, ամեն ինչ երեխաների զարգացման համար։ Բակը այնքան սիրուն է, սիրելի հետևորդներս շատ սիրուն է, սիրուն տես ձեռքի աշխատանքներ, ճոճորան, մի խոսքով Լիլիթն ասում է մամա արի գնանք, բայց դե ժամանակ չունեմ։ Ես կարևորը իմ գործը արեցի ու գնում եմ շենք։ Մեկ է տեսար գնացի հողամաս։ Մի պարկ Ամալիային լցրեցի, մի պարկ էլ ինձ։